Դեռ պարզ չէ Արցախից բռնի տեղահանվածների Հայաստանը լքելու լուրերից ուրախացողների հայտարարությունները ատելության, խտրականության ու թշնամանքի խոսք կհամարեն իրավապահները, թե ոչ։ Երեկ փաստաբան Ռոման Երիցյանն է քննչական կոմիտե հաղորդում ներկայացրել, կցելով Արսեն Արս Աշակյան անունով հանդես եկող օգտատիրոջ գրառումը, որտեղ նա չէր թաքցրել իր ատելությունը արցախցիների նկատմամբ ու վիրավորական արտահայտություններով մեջ բերել էր Արցախի խորհրդարանի падգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքը, թե Ղարաբաղցիների 30%-ը լքել է Հայաստանը։ Աստված տա երբեք չվերադառնաք ու շարունակական լինի, գրել էր ֆեյսբուքյան օգտատերը։ Ֆեյսբուքում Նյու Յորքի բնակիչ ներկայացող այս օգտատերը հայտնի է իր իշխանամետ դիրքորոշմամբ, ակտիվ գովեստի խոսքեր է գրում իշխանականների, հատկապես վարչապետ Փաշինյանի մասին։ Արդյոք վարչապետի ակտիվ աջակիցը կմեղադրվի արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար։ Իրավապահները դեռ չեն արձագանքում։ Քննչականից ազատությանն ասացին, որ այս պահին փաստաբան Ռոման Երիցյանի հաղորդման հիման վրա դեռ քրեական վարույթ չկա։ Սա արցախցիների նկատմամբ ատելության խոսքի միակ օրինակներից չէ։ Անգամ կառավարության անդամներն են անզուսպ այս հարցում։ Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էր քննադատել արցախցիների բողոքի ակցիաները, հեգնել ընդդիմության գործողությունները, իսկ արցախցիներին ցույցի մատերիալ անվանել։ Սեզոնային ընդդիմությունը իրեն հարիր ոճով հայտարարեց եղանակների տաքանալուն պես իշխանափոխության մասին։ Անձրևոտ եղանակին մի տեսակ անհարմար է հայրենիք փրկելը։ Ընդդիմության միակ նպատակը արցախցիներին ցույցի մատերիալ օգտագործելով իշխանափոխություն անելն է։ Գրեթե նույն արտահայտությունն ամռանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի պահանջով ցույցի օրերին։ Ձեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանց բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Իշխանամերձ բլոգեր Ռոման Բաղդասարյանն էլ 2 օր առաջ մեջ բերել էր փողվարչապետի հայտարարությունները, հայհոյախառն արտահայտություններ գրել Արցախի նախկին իշխանությունների մասին ու մեղադրանքներ ուղղել արցախցիներին։ Այսօր ղարաբաղցիների պատճառով Հայաստանի բնակիչները ապրում են վախի մթնոլորտում, որովհետև ղարաբաղցիները բոլորին սպառնում են հաշվեհարդարով եւ փողոցներում գոռում մարդկանց վրա, ովքեր պաշտպանում են իշխանությանը։ Ինչու են այս հանցագործները թալանում մեր հարկերը եւ դեռ սպառնում այն մարդկանց, ովքեր պաշտպանում են պետականությունը։ Ինձ արդեն թվում է, որ բոլոր ուժային կառույցները Ղարաբաղի հանցավոր խմբավորումների ձեռքում են։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս մարդկանց լռությունը, թե ինչպես են այդ մարդիկ քանդում Հայաստանը եւ սադրանքներ ստեղծում նոր պատերազմի համար։ Այս պահին միայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է, որ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածվող խտրական, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող խոսույթը խիստ դատապարտելի է համարել։ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների եւ սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության եւ ատելության խոսքի տարատեսակ դրսեւորումներ, այդ թվում արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման եւ հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը Շուշան Ղազարյանը դեռևս միակն է, որ ֆեյսբուքում ափսոսանք է հայտնել, ներողություն խնդրել իր մեկնաբանության համար ու պնդել, թե իր խոսքերը Արցախի ղեկավարների մասին են եղել։ Նա էլ Ազատության հրապարակում մարտի վերջին արցախցիների հանրահավաքից հետո գրել էր, թե մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվում, իսկ արցախցիներին Աստծուց մոռացված դժբախտներ էր անվանել։ Ցավում եմ, որ դառնությունս եւ զայրույթս վերաճել են սուր խոսքի։ Հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը։ Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը արցախցիների դեմ ատելության արշավի ետևում իշխանություններին է տեսնում։ Ոչ միայն խրախուսում է իշխանությունների կողմից, այլ նաև իրականացում է իշխանությունների կողմից, երբ վարչապետի աշխատակազմի տեղակալն է զբաղվում դրանով, երբ իշխանական падգամավոր Արսեն Թորոսյանն է զբաղվում, երբ ԿՊ-ական վերահսկողության տակ գտնվող Civic-ը լրատվամիջոցն է ամենօրյա ռեժիմով ատելության խոսք տարածում, Media News-ը, որը եւս գտնում է իշխանությունների ազդեցության ներքո, ու սա պարզապես խայտառակ ինչ-որ գործընթաց է, երբ առանց այդ էլ դժվար վիճակում գտնվող մարդկանց հիմա դարձնում են նաեւ ատելության խոսքի թիրախ։
Արցախցիների դեմ այս արշավը խորացավ հատկապես վերջին 10 օրերին, երբ նրանք դուրս եկան ակցիաների, բողոքելով ապրիլի 1-ից 40,000 + 10,000 դրամ սոցիալական աջակցությունը էականորեն կրճատելու կառավարության որոշման դեմ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը մարտի 29-ից նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում։